Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են արագ թափով ու ավելի ինտրիգային են դառնում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, թե վերջապես երբ է գաղտնիքը բացահայտվելու։ Լալան վերադարձել է, բայց գաղտնիքն այդպես էլ չի բացահայտվում։ Լալան կխոսի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Առայժմ Աբոն վերահսկում է, որպեսզի Լալան չխոսի ավելորդ։ Արդյոք Աբոն վախենում է իր դստեր ճակատագրից, թե այլ գաղտնիք կա այստեղ թաքնված, ցույց կտա ժամանակը։ Բայց որ Նարեն սխալ ուղով է գնում, դա հաստատ։ Նարեն Հայկից հեռացավ, իհարկե ոչ իր կամքով, բայց հիմա պատրաստվում է ամուսնանալ Արմոյի հետ։ Հայկը չի հասկանում, թե ինչ է կատարվում Նարեի հետ։ Այս անգամ էլ Նարեն շտապում է Հայկի մոտ։ Ինչպես է բացատրելու իր հեռանալը Արմոյի հետ և Հայկին լքելը։ Ով է սպանել Վարոյին։ Սրանք գաղտնիքներ են, որոնք կբացահայտվեն ընդամենը մի քանի ժամից։ Հետաքրքիր տեսանյութեր են սպասվում մեր ալիքում, այնպես որ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք։ Ես ցուրտ, բայց արևոտ եղանակին լավագույնը արև կա, չէ՞։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար։ Տիպը դու ես արևը։ Սալուտ։ Չերու գնա չվարվը։ Արես։ Ոջան։ Հետևորդներից մեկը հարցնում էր դու դրական կերպար ես, թե բացասական։ Իրականում իմ կերպարը մի քիչ տաքարյուն, ամբռնազբոս երիտասարդ է, բայց հույզերով ու էմոցիաներով լի ու չէ, բացասական կերպար չեմ։ Անկախ ամեն ինչից վռամը դրական կերպար է ու շատ բարի սիրտ ունի։ Շատ։ Չէ՞։ Շատ բարի սիրտ ունի։ Ակիսից քիչ գժվի է։ Ջղային է, հա, կատաղած տիպ։ Նորմալ է, բա տղամարդ է, իսկական տղամարդ։ Բայց լավ տղա է։ Շատ լավ Հա, տղա։ շատ։ Ուտենքիս։ Պամադե, հա, բարես։ Ոչինչ, քեզ կարելի է կյանքս։ Իմ բարեն եկել էր իմ ֆիլմի ցուցադրությանը ու ինձ նեն սիրում ծաղիկներ էր նվիրել։ Ասեմ, որ ես հիացած եմ, այն որ չկա քո նմանը։ Այդ բարել չես գտնում։ Հա։ Ապրիլիս։ Ահա, պարկեցինք, որ քնենք։ Մի ժամանակ ունենք։ Դոմելա չես քնենք։ Նորից չոյնել եմ։ Հա։ Ան սրտիկ դնում։ Սրտի։ Այդ նենց տեսարան ունենք Նոնայի հետ, Լալայի հետ էլի։ Ինչ տեսարանը։ Չեմ պատմի։ Բա մենք ինչ տեսարան ունենք իր հետ Մենք էլ նենց տեսարան ունենք, բայց դեռ չենք խաղացել։ Ռևոճիր եւ պատիժ։ Վաու։ Չեք էլ պատկերացնում ինչ էր լինելու։ Բա։ Դե լավ մենք քնենք։ Ինչ եմ անում ես, երբ որ նկարահանման ընթացքում ազատ ժամանակ եմ ունենում։ Ուրեմն հիմնականում գալիս եմ պարկում եմ իմ սենյակում ձեզ արդեն հայտնի եւ ծանոթ, կամ կարդում եմ սցենարը հաջորդ տեսարանների, կամ ուղղակի մի քիչ քնում եմ, հանգստանում, որ մյուս տեսարաններին ավելի թարմ ու պատրաստված լինեմ։ Այստեղ մոտենում է մայրիկը։ Մայրիկը։ Ինչ։ Քո համար պարկել ես, չէ՞, հանգիստ։ Բա ես։ Դեր պարկի։ Ոսի պարկեմ։ Հեղափոխս վերցնեմ։ Պարկի տեքստ անցնենք։ Բերել ես տեքստը։ Չէ, տեքստը հեղախոսի մեջ է։ Որովհետև ինչու։ Ես հին մարդ եմ, ես թղթով եմ անցնում։ Բարի երեկո, ներկայացման համար այն մազերս խոճուճացրել ու սիրուն պահպանվել են։ Մի փոքր ամփոփեմ այսօրը։ Երբ ներկելու մասին սթորի էի արել, մի քանիսը մտածել էին, որ միգուցե վարսերից գույնի փոխում եմ, բայց ոչ, սիրելիներս, եթե ես ներկում եմ մազերս, ուրեմն կամ սև։ Անցանք առաջ, այսօրվա հանդիսատեսից շատ գոհ եմ, ճիշտ է, երբ վարագույրը դեռ չէր բացվել, աղմուկ, աղաղակ էր, բղավոցներ, մենք արդեն մտածեցինք, որ ահա որ է լինելու, եւ նրանք լինելու են անկառավարելի, բայց ոչ։
հիմնականում դպրոցականներ էին եւ իրենց շատ լավ են պահել։ Շնորհակալ եմ մեր հանդիսատեսին այսօրվա։ Դե իսկ ներկայացումից հետո հասցրել եմ նստել տաքսի եւ գալ Երևան։ Իմ հետևորդները արդեն գիտեն, որ ես միաժամանակ ապրում եմ երկու քաղաքում, բայց հունվար ամսին 1 կամ 2 օր եմ Երևանում եղել եւ ուզում եմ ասել, որ շատ էի կարոտել։ Իդեպ այսօր առաջին անգամ ուտելու եմ ահաբլիթ, որն ինձ նվիրել է իմ ուսանողը, ում ժամանակին դասավանդել եմ թատերական ստուդիայում։ Շնորհակալ եմ շատ Դավիթ ջան։ Ինչ ասեմ, եթե իսկապես երազ տեսնեմ, խոսք եմ տալիս, վաղը ձեզ կպատմեմ։ Բարի գիշեր։